Խաչմերուկ պոդքասթի հերթական թողարկումն է, ՑՍՏ լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, անցնող շաբաթը հարուստ էր իրադարձություններով թե Հայաստանի ներսում եւ թե Հայաստանից դուրս, Հայաստանի շուրջ կատարվող երևույթների ասպեկտում Մերձավոր Արևելքում շարունակվում է պատերազմը, դրա մասին կխոսենք, սակայն անցնող շաբաթ նաև Հայաստանի հետ կապված բավական հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան։ Ազգակործան պատուհասը այցելեց Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման շրջանակներում, հանդիպան բաց հատվածում Ռուսաստանի նախագահ բավականին ըստ էության կոշտ նախազգուշացումներ իրականացրեց եւ մենք հիմա պարոն Նահապետյանի հետ կվերլուծենք թե ինչ էր կատարվում Մոսկվայում։ Ես կարծում եմ նրանք ովքեր որ որոշել են թե երբ Փաշինյանը գա հումորով տողերք են եղել։ Պատկերացնում ես, եթե այդ օրը որոշվեր Եվրոպայում նշվում է, չէ, արվամորների եւ իքամորների օր կամ նույնասեռականների։ Այդպիսի օր կա։ Ասենք կամ հարբեցողների։ Դու հիմա այդպիսի օր էլ կա։ Ասենք այդ օր հրավիրեին։ Իրեն հրավիրել են մի օր, որը ասենք Հայաստանում նաև խորհրդային տարիներին որպես հումոր երգիծակի օր է դիտվել, այո, ապրիլի 1-ը։ Մի քիչ ստախոսության օր, բայց այդպես էլ գնացել է, ավելի սուտ խոսելու օր է, չէ՞։ Այսինքն ապրիլի 1-ին կարող է սուտ խոսել, կատակի տեսքով մարդիկ լուրջ ընդունեն ու պարզի որ ապրիլի 1-ին է ասվել։ Նո Ռուսաստանում նաև հիմարների օր է կոչվում, ձեն դուրակով։ Փաշինյանը այդ օրն է կանչել, որպես այդ երկու կարգավիճակում հանդիպան ժամանակ լինի, քանի որ օրակարգի բացումը Ռուսաստանի նախագահն էր անում, այսինքն օրակարգ ինքն էլ թերադրում, թե ինչ հարցերի շուրջ է, չէ՞, քննարկում լինելու, կամ զրույցը, կամ կեցվածքը, կամ գնահատականը։ Եվ Փաշինյանը դրեց իր բնական վիճակի մեջ մեկ հիմար, մեկ ստախոս կամ խաբեբա։ Եվ այսպես օրը կարևոր է։ Հիմա եկեք այսպես ասենք, գանք վերևից հետո, եթե անհրաժեշտություն լինի, դետալներին գնանք, հա։ Ուրեմն նախ հստակ է, որ կանչել էր ոչ թե ասելու այն ինչ որ պարբերաբար ասվել է, իսկ դա ոչ միայն Ռուսաստանի նախագահի կողմից է ասվել, ասվել է օրինակ Ռուսաստանի արտգործ նախարարի տարածաշրջանում որոշակի պատասխանատվություն կրող փոխ վարչապետ Օվերչուկի, այո, դա ասվել է, այսինքն որից է նոր ինչա գազի գնի մենք մասին չգիտեինք, օրինակ շրջանառությունը, ապրանքաշրջանառությունը չգիտեինք տարիների, չգիտեինք թե որքան պտուղ բանջարեղեն միրգ է վաճառվում, հա, Լեռնային Ղարաբաղի պահով չգիտեինք, որ Փաշինյանն առաջին անգամ ճանաչել իսկ Ռուսաստանի նախագահ 2020-ի 17-ին դեկտեմբեր լրիվ այլ բան է ասել, որ իրականության հետ որևիցե աղերս չունեն, ինչ որ Փաշինյանը ասեց, հա։ Այսինքն ասվել էր բաներ, որը միշտ էր ասվել, բայց այստեղ ինչն է տարբերությունը։ Միակ բանը, որը կարծես թե նոր բան ասվեց, անուղղակի առանց անվտալու Սամվել Կարապետյանի եւ Ռուսաստանի քաղաքացիների վերաբերյալ հետապնդումներ եւ այլն, այսինքն էս էր հա նորությունը։ Բայց ես չեմ կարծում, որ այդ հանդիպումը նրա համար էր, որ նման բան ասվեր, որովհետեւ դա 3 չառաջնոր եղավ, իսկ 3 սանիտարական ծառայության պատասխանատուն Ռուսաստանի հրապարակավ գնահատական տվեց Հայաստանով Եվրոպայից ծաղիկների ներմուծման, որտեղ անչափելի մեծ թվով իբր մեր ջերմոցները ծաղիկներ են աճեցնում եւ արտահանում են եւ իրեն կանխարգելեցին դա։ Իսկ դա գիտեք ինչ է նշանակում։ Ես ասում եմ, այդ հանդիպումը, եթե ընդհանրական ասենք, դա Փաշինյանին ոչ իր տերին Փաշինյանին դա կարմիր շրջանակով դեղին վերջին քարտը ցույց տրվեց, ընդ որում ինչու կարմիր շրջանակով, որտեղ հաջորդ օրը արդեն գործողություն եղավ, այսինքն 3 արգելվեց այդ ծաղիկների մուտքը։ Հիմա պատկերացրեք, Հայաստանը այդ առումով տրանզիտ երկիր է։ Ինչու որտեղ Հայաստանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության մեջ, ընդհանուր մաքսային միության անդամ է, եւ իր ցանկացած արտադրանք չի մաքսա զերծվում, մաքս չկա։ Մտնում է Եվրասիականի ամբողջ շուկան։ Նշանակում է ինքնարժեքը ցածր է,
որտեղ մաքս չկա, մրցունակությունը բարձր է, ճիշտ է, այլ ապրանքների հետ։ Նույն ապրանքներ, որոնք ոչ մաքսային միությունից են օրինակ մտնում, մաքսային միության երկրներ, համակարծիք եք։ Ես կարծում եմ այդպես է։ Իսկ եթե պարզի, որ Հայաստանը սկզբունքորեն բացի դատարկախոսություն, զազրախոսություն բան չի էլ արտադրում։ Օրինակ այդ մեծ թվականակով Ռուսաստան նախագահացեց միլիարդ 200 միլիոն անցյալ տարի միայն պտուղ բանջարեղեն է մտել։ Ես հիշում եմ 2024-ին Հայաստանը իբր արտադրել էր եւ արտահանել էր Ռուսաստան եւ ԵԱՏՄ շուկա այնքան լոլիկ, որքան ասենք եթե ծավալներով վերցնենք, ես ու դու նաեւ մասնավորապես օրը 24 ժամ տի լոլիկ արտադրեինք։ Ժպիտա չէ առաջացնում, այսինքն թուրքական լոլիկա, նվազագույնը թուրքական, կարող է եւ իրանական լինի, ես չեմ բացառում։ Իսկ դա հո միայն պտուղ բանջարեղեն եւ միրգ չի, դա հո միայն ծաղիկը չի։ Բայց որ ադամանդներ է գալիս, մեկ էլ պարզվում է, որ Հայաստանում այդ ադամանդները մշակել են ու գնում է Ռուսաստանի, չմեք, այս վերջերս մի հատ նման դեպք եղավ, որ պարզեց ոչ մի Հայաստանում արտադրվող մշակող ադամանդել չի։ Այդպես այլ երկրից մաքսանենք ճանապարհով պետական մակարդակով մտնում է Հայաստան, հետո գնում է Ռուսաստան, հետո ոսկին ասենք այդպես մտնում, հետո հեռախոսները, այս խեղկատակները մտածում են, որ օրինակ Հայաստանը կարող է սենց հեռախոսներ հիմա արտադրի։ Այդ մի Պապոյան կոչված դեգեներատ կա, ինչ էր ասում, այս հեռախոսների պահով, չէ, ցուցիչների պահով, ինչ որ ասում էր Հայաստանի տնտեսական աճը, արտադրությունը, բան, ոչ մի արտադրություն։ Հայաստանը տրանզիտ երկիր է դարձել։ Մեծ հաշվով։ Խախտելով օրենքները, ցույց չեն տալիս, որ Հայաստանը ապրանք է մտնում են, ինչի մասին ես ասեցի, նաև կարող այլ ապրանքներ, կիսաֆաբրիկատներ մտնում, ցույց չի տալիս, որ մտել այլ երկրից։ Հետո դրա այդ արկղերի վրա նշվում է, որ Հայաստանում արտադրություն արտահանվում է Եվրասիական շուկա։ Հիմա ինչ ասում Ռուսաստանի նախագահը, ասում է, օրինակ գազի օրինակը կրկնեց անընդհատ, սա գիտեք ինչի համար է ասում, որ $177 վաճառվող գազը Եվրոպայում վաճառվում է 600-ով։ Հիմա դա տնտեսական պատասխանատուների որոշումն է, թե քաղաքական, թե ինչու ռուսները ասենք 3 անգամ, 3-ից ավել, 3.5 անգամ շահույթի կորցնեն գազի վրա։ Ինչ կապ ունի Հայաստանն է ընդամենը փոքր երկիր։ Ռեալ կորուստ է, չէ՞։ Մարդը բիզնես անելու համար Հայաստանը 600 կծախի կամ ընդհանրապես չի ծախի։ Հետաբար դա տնտեսական որոշում չի եղել, չէ՞, Հայաստանն էժան տալը։ Քաղաքական։ Բայց եթե քաղաքական է, ինչ ասում Ռուսաստան նախ, ասում ձեր մոտ կա քաղաքական որոշում մտնել այսպես կոչված Եվրամիության հետույքը, որտեղ այդ հետույքից հիմա Եվրամիության անդամներ են ուզում դուրս գալ, որտեղ այդ կառույցը քանդվում է կամ վերաածվում Եվրամիության մի գործառույթ հիմա վերաածվում ռազմական կառույցի, դեպ ասեմ ձեզ, եւ որի հավակնությունները ասենք գոնե նվազագույնը Գերմանիան ունի։ Եվրամիությունը ստեղծել ռազմական կառույց։ Պարոն Ապետյան, տեսեք, ռուսական կողմը իդեմս նախագահ Պուտինի հստակորեն դրա մասին խոսեց, որ համատեղելիությունը անհնար է։ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց դրան, նշելով, որ իրենք մինչ այս պահը փորձում են համատեղել եւ երբ որ գա կողմնորոշվելու պահը Հայաստանի քաղաքացին կասի իր խոսքը, ենթադրաբար Բայց իրավական ակտը ընդունեցին։ Ենթադրաբար միգուցե նրանք փորձում են նախապատրաստել հանրաքվեի կամ այդ հարցով Հայաստանի հանրության կարծիքը հարցնելուն։ Բայց պետք է նաև ֆիքսել, որ գործնականում այս զրույցը մեծ հաշվով տարբեր շրջանակների գնահատմամբ նրա մասին է, որ Ռուսաստանը այլևս չի պատրաստվում հանդուրժել Փաշինյանի կամայականությունները եւ ամենաբարձր մակարդակով այլևս դրա մասին նշվեց եւ հատկանշական է, որ Պուտինը ինքը խոսեց Արցախյան խնդրի մասին։ Ճիշտ է, շատ կարևոր, շեշտադրելով, որ խնդիր կա։ Եվ այդ Արցախի հանձնումն էլ ամբողջովին Փաշինյանի պատասխանատվության ներքո է։
Հիմա որ օրներ կանչել Խափեփայի եւ հիմարների օրներ ստախոսների։ Բա էլ ինչ ստախոս չլինի Փաշինյանը, եթե չկեղծի։ Կեղծես չէ։ Ասում եմ երկու անգամ խոսել ենք, ես իդեպ կընթերցեմ հիմա այդ բանը, թե ինչ ասել Ռուսաստանի նախագահ այդ Նիկոլը ասաց, որ իբր Ռուսաստանի նախագահ ղեկավարությունը երկու անգամ ճանաչել է Արցախը, Ադրբեջանը։ Իրար հետ խոսել են մի հատ Պուտին։ Հետո նոր Փաշինյանը սենց որոշում է կայացրել։ Բայց այստեղ նաև մեկ այլ հետաքրքիր ասպեկտ կա, որի մասին կցանկանայի խոսենք։ Փաշինյանը իրեն ներկայացնում է որպես ինքնիշխան, հա, այսպես ասած, փքված հնդուհավ, անկախության չէ, հա, հուզվեցինք, ջատագով։ Հուզվեցինք։ Հիմա հարց առաջանում։ Որ կրամոլ սերաշեղված, փառասեր եւ Խափեփա, էսա Փաշինյանը։ Չէ, միչե անկախության ջատագով։ Հիմա հարց առաջանում։ Եթե ինքը նշում է, որ Ռուսաստանի ռուսական կողմը ներողություն երկու անգամ ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, իբրև թե բա ուր մնաց քո ինքնիշխանությունը ու անկախությունը, որ դու հետևում ես ռուսական կողմի որոշումներին եւ հետագայում գործում ես այնպես, ինչպես գործել են ռուսները։ Այդ հարցը լավ հարց է, բայց Փաշինյանին պիտի տաս։ Քո ասացի տրամաբանությամբ հենց։ Չկա տրամաբանություն։ Սուտ է խոսում տրամաբանություն։ Եվ հետևաբար, եթե անգամ շարժում ենք իր տրամաբանությամբ, ապա իր տրամաբանությամբ շարժվելու պարագայում նա ինչպես իրենց քարոզչական մեքենան է իր սեփական օպոնենտներին համարում, Փաշինյանը ռուսի ստրուկ է։ Լավ, Փաշինյանը իր սեփական վախերի եւ իր մեղքերի ստրուկն է։ Իսկ ավելի ընդհանրական սատանայի ստրուկն է կամ սատանայի զինվորն է, եթե ուզում եք ավելի ընդհանրական ասեմ։ Եթե ես սա նշում եմ ինչի համար, որ անգամ իր տրամաբանության պարագայում նա խոցելի է, բավական խոցելի է։ Եվ այստեղ նաև պետք է մի քանի այլ հետաքրքիր շեշտադրումներ իրականացնել։ Հստակորեն գրեթե բաց տեքստով ակնարկ եղավ ազգային բարերար քաղաքական հալածյալ Սամվել Կարապետյանի кейսի հետ կապված։ Ես այս օրերին կարդում էի տարբեր փորձագիտական շրջանակների, քաղաքական շրջանակների արձագանքը հենց վերոգրյալ կետին, որոշները նշում են, որ Պուտինի այդ ակնարկը ուղղակիորեն կազատի Փաշինյանի ձեռքերը, որպեսզի Սամվել Կարապետյանի դեմ քարոզչական արշավը էլ ավելի ուժեղանա, որ ցույց տան, որ Ռուսաստանի մարտն է, տեսեք ժողովուրդ։ Մյուս կողմից էլ շատերը նշում են, որ Վլադիմիր Պուտինը լինելով բավական խլացի գործիչ, իզուր տեղը չէր այդ հարցը բարձրաձայնի եւ այդ հարցը բարձրաձայնելով նա ցույց է տալիս, որ ռուսական կողմը վերջնականապես մտնում է խաղի մեջ։ Լավ, եկեք այսպես նախ Սամվել Կարապետյանի պահով հետո ինչ անենք, որ երբ քաղաքացիը իրավունք չունի մասնակցի կեցված դրսևորի Հայաստանի քաղաքացիությունը չի պարտավորեցնում, դա պարտավորեցնում է, չէ։ Իհարկե։ Պարտավորեցնում է նաև զինված ուժերում ծառայել։ Պարտավորեցնում է նաև այլ պարտավորություններ, որ ունի Հայաստանի այն քաղաքացին, որը մի անձնագիր ունի։ Հիմա Սամվել Կարապետյանի հետ կապված պատական չէր, այստեղ միայն Սամվել Կարապետյանի խնդիր չի։ Խնդիրն այն է, որ քո երկրում մեծ հաշվով դու ծանր այսինքն սենց ասեմ, ծանր չէ, բռնատիրական ավտորիտար ռեժիմ է ստեղծել։ Պուտինը դա ասում, սա էլ հեգնեց, բա այդ կոմոտա, որ սոցիալական ցանցերում բանը այդպես իմոտ ազատ է։ Ազատ չէ, բարդակ է։ Ֆեյքերի բանը ամբողջ ինստիտուտներ են սարքել, նստած Արարատի ցիրիկուն բերանը հայախառը խոսակցություններով գրում են, վիրավորում են։ Այդ ինքն է, այդ իր էությունն է, իր ներքինը արտաբերվում է այդ սոցիալական ցանցերով, ֆեյքերով, հա, ֆեյքերով, այդ ինքն է, այդ իր էությունն է, որը տենց դրսևորվում է։ Իսկ գիտեք չի ֆեյքերով, քանի որ ինքը վախկոտ մարդ է։
Ասենք չի ասում դեմ դիմաց անուն ազգանուն եւ ոչ միայն ինքը իր կողքինները։ Դեմ դիմաց անուն ազգանուն դու ես, ասա։ Ֆեյքերով չէ, հոգեբանական ճնշումներ, վիրավորական արտահայտություններ, բեզաճոտնի հայհոյանքներ։ Ես ձեզ վստահեցնում իշխանապողությունից հետո այս ֆեյքերի ինստիտուտը լրիվ բացահայտվելու այդ հնարավոր չէ փոչերը կտրել։ Ով է պատասխանատու, ով է գրե։ Օրինակ ինձ հետաքրքիր այդ գրողներին հանես փողոց եւ ումը որ վիրավորել են ամենավերջին այլանդակ հայհոյանքներով իրենց ծնողներին, կանանց, երեխաներին եւ այլն։ Ու այդ մարդկանց իրավունք տաս պատասխանել, ասես այ գրողը սա է հիմա։ Ինչ են անելու։ Ծնկի են գալու ասեն կներեք, ես փող եմ ստանում աշխատողի ասել էին արել եմ։ Հիմա Սամվել Կարապետյանի պահ ասեց երկու շեշտադրում կար, առաջին, որ չես կպնելու, թողելու ես մասնակցային։ հա, այդպես հստակ էր, չէ։ Եվ երկրորդ այդ այլանդակություններին վերջ տու։ Բայց այստեղ ես կարծում եմ, որ բուն խնդիրը Արցախի հետ կապված անվտանգային շատ կարևոր շեշտադրում արվեց իսկապես։ Նախ ասելով, որ Արցախի թեման փակված չի, որտեղ ասենք Արցախի վերաբերյալ ինչու խոսեց։ Ասենք ինչու հիշեցրեց մի բան, որը բոլորս էլ գիտենք։ Որտեղ կան նպատակադրումներ։ Ուրեմն Արցախի թեման փակված չի։ Հակառակ դեպքում չէր խոսա այդ թեմայից ինչու բացեց։ Ասելով որ դու ես հանձնել։ Գիտենք որ ինքն է հանձնել։ Նախ ստիպեց որ ինքը ստի, իսկ Փաշինյանը ստեց, չէ՞, վստահաբար ստեց։ Հիմա այն ինչ որ ասելա Ռուսաստանի Դաշնության նախագահը անպայման ուզում եմ ընթերցել։ Ընդ որում, ասելա տրամագծորեն հակառակը ուշադրություն դարձեք եւ նաեւ մեր լսողների ուշադրություն եմ հրավիրում։ Այս ստախոսը, որը իրականում 22-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրել է, որպես հակամարտության կողմ է, չէ՞ ստորագրել։ Ռուսաստանի նախագահը, Չինաստանի, Բուրկինա Ֆասոյի, Համզատ Չիմանի, հազար բան կարան գրեն, հակամարտության կողմ չեն, ինչ կուզեն կասեն, չէ՞։ Քեզ ինչ, կոպիտ ասած։ Բայց դու ես հակամարտության կողմ, հակամարտության կողմն է, չէ՞ գնացել ստորագրել Պրահայում։ Համաձայն եք։ Իսկ հիմա իրականում ինչ ասել Ռուսաստանի նախագահը 20 թիվ դեկտեմբերի 17 ասում է միջազգային իրավական տեսանկյունից, ինչպես ես նույնպես նշել եմ, այս բոլոր տարածքները Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մաս են։ Նշելով, որ Հայաստանը ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ հաշվի առնելով դա միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը նույնպես Ադրբեջանը սխալ ասել։ Չի ասել է ես եմ ճանաչում իմ երկիրն է ճանաչում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից։ Ասում բա եթե գոնե մեկը ճանաչում դուք չեք ճանաչել։ Բայց եթե որից մեկը չի ճանաչել, այդ տարածքը ինչ է։ Կարող է Մարս մոլորակի վրա այդ տարածքը, այստեղ է չէ երկիր մոլորակի։ Եթե երկիր մոլորակի տարածքը ինչ որ մի պետության տարածք լինի, չէ։ Կամ ինքնիշխան պետություն չի, որ պետության տարածքն է։ Ադրբեջանի միջազգային իրավունքով ճիշտ ասե։ Հիմա շարունակությունը։ Բայց շատ կարևոր է։ Հիմա Ռուսաստանի նախագահը ասում է, թե ինչու է նման դեպք եղել։ Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի խնդիր առաջացել։ Ուշադրություն դարձրեք շեշտադրումը, որը օրվա այս խեղկատակներին հարբեցող ծաղրացուին 20 թիվ դեկտեմբեր 17 ասում էր այս թեման դարձրեք շրջանառության թեմա, որը որ լուրջ լծակ կարող է ձեր ձեռքին լինի այն ժամանակ 20 թվականի դեկտեմբերին դատարկված Արցախի պաշտպանության համար։ Ինչ է ասում։ Այստեղ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտությունը։ Ասելով որ սա էթնիկ հակամարտություն է եւ որ 90-ականների սկզբներին Սումգայիթի իրադարձությունից հետո հայերը զենք են վերցրել պաշտպանելու իրենց կյանքն ու արժանապատվությունը։ Սա պետք է հանգիստ լուծվի։ Դու պատկասում եք ինչ ասում 20 թիվ դեկտեմբեր 17։ Այս Սումգայիթի հայ հիշել, որ իրականությունն է, չէ։ Բաքու կարող ասել նաեւ Կիրովաբադ, բայց ամենահայտնին Սումգայիթն է, չէ՞ եղել։ Իսկ ինչու ասել։ Ասելա որ հայերը դիմել են ինքնապաշտպանության։ Հիմնավորելով հայերի գործողությունը։ Շատ ճիշտ է, այսինքն ինքնապաշտպանության, որտեղ այդ ժամանակ մենք հայերը հաղթական են դուրս եկել։ Եվ ամենավերջում, այս իր խոսքի եզրահանգումը, ասում է անուղակի, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի, անուղակի, հիմա ասում եմ ինչպես ասում։ Ռուսաստանի նախագահ Խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Պուտինը նշել է, որ այն այժմ պետք է մնա անփոփոխ։
Իսկ դրա որոշման հարցը պետք է լուծվի ապագայում։ Հիմա Ստատուսի հարցը Հիմա իր բառացի չէ, հիմա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ինքնին պետք է մնա անփոփոխ, սա իր բառացի խոսքն է։ Այսինքն այն պետք է փոխանցվի ապագային։ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն պետք է ամրագրվի, բայց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցության պարտադիր ստեղծմամբ, որը պետք է լիներ այսպես կոչված դաշին միջանցք, այսինքն Հայաստան Լեռնային Ղարաբաղի միջեւ հաղորդակցության միջանցք։ Սա գիտեք ինչ է ասում։ Ինչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ստատուս։ Այդ նշանակում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի։ Եթե պիտի ստատուս ստանա, ինքը արդեն մաս չի։ Կարող է ստատուս ստանալուց մտնում է մեջը։ Բայց այս պահին ինքը մաս չի։ Համաձայն եք։ Որպես առանցին միավոր է Հայաստանի հետ կապ տի ունենա։ Սա ասում է Ռուսաստան նախագահ 2020 թվականի դեկտեմբերի 17-ին 10-ին տված հարցազրույցում։ Տրամագծույն հակառակ։ Իսկ ինչ անում Փաշինյանը 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Կրկանիստանում վրեն դնում են, վզին դնում են, ասում են այ ղազ, հələ միած ստորագրի էսի, կամերա առաջ ասա սենց, ու վերջ, ինչու է անում, ինչու է Փաշինյանը 21 թվականի դեկտեմբերից 22-ի հոկտեմբեր Ռուսաստանը որպես միշտոր դուրս է դրում բանակցություններից, չկա ինքը, ինչու, որ հետո գար 22-ի հոկտեմբերի 6 Պրահա, իսկ ինչու այդտեղ ստորագրվեց, որտեվ Ալևին պետք է իրավունք տրվեր, ամենակարևորն է, իրավունք տրվեր Արցախի նկատմամբ ռազմական գործողություն, ինքը չէր կարող Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային հիմնավորել, որ դա ազատագրական պատերազմ է, այն 7 շրջանի համար 44-օրյան ազատագրական էր, չէ, հայրենական պատերազմ էր անունը դրել, բայց այդտեղ Արցախի գրաման համար ինչ էր անելու, առավելից որ ռազմական գործողությունների կատարման համար կար ռեալ խոչընդոտ 4 եռակողմ հայտարարությունը, որոնց տակ նաև Ռուսաստան նախագահի ստորագրությունն է, ճիշտ է։ Հետեւաբար իրեն պետք էր եւ ՌԴ նախագահին, ինչ հայկական կողմը ինքը անի ամեն ինչ։ Պետք էր փաստացի իրականում պետք էր որ հիմնավորի թե ինքը Արցախի նկատմամբ ինչու պիտի գործողություն անի ռազմական պատերազմ չի կարող անել, որտեղ դա իր տարածքը չի, համաձայն եք։ Այդ տարածքը պետք է կարգավիճակ ստանա։ Իսկ ոնց հիմնավորի, որ դա իր տարածքն է եւ ինքը իրավունք ունի։ Այն էլ պատերազմ չէ։ Այ հիմա Նիկոլ Կոչեցյանը Մակրոնի Շարլ Միշելի խավորությամբ պարտադրանքով հորդորով համոզում է էական չի։ Ալևին տալիս են այդ շանսը։ Որ պայն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, 11 ամիս շրջափակման մեջ է հայտնում։ Հիշեք 22-ի հոկտեմբեր, 23-ի սեպտեմբերին չէ եղավ գործողությունը։ Բայց ամենակարևորը Ալևը հիմնավորում է, որ ինքը այդ տարածքի վրա անում է հակահաբեկչական գործողություն, պատերազմ չի անում։ Որտեւ դա ահաբեկիչներն ինչ գործ ունի զինված ստորաբաժանումներ, խմբավորումներ, ռազմական տեխնիկա, համաձայն եք։ Ավասիկ Փաշինյանի վզով է մնացել։ Ինքը ողջ լինի, ողջ չլինի, իշխանության լինի, դատվելու է։ Դատվել են կողքինները, դատվել են հերու մոտիկները, սաղը դատվելու են։ Ինքը թռած լինի, մյուսներն են նստելու։ Իրա փայնել են նստելու։ Որտեղ Փաշինյանն է հանձնել փաստացի տվել Արցախը բանին, Ադրբեջանին եւ իրավունք տվել որ Ադրբեջանը զինված ռազմական գործողություն սկսի։ Ադրբեջանը Արցախի նկատմամբ հակառակ դեպքում եթե չէր ճանաչում, ապա աշխատում էր ինչ որ նորից կարդացի։ Կարգավիճակ, կապ Հայաստանի հետ, 4 եռակողմ, որից չէր կարում Ալիևը թռնել, թռնելու համար միակ բանը Արցախը Ադրբեջան ճանաչելն էր։ Եվ Ալիևին այդ շանսը տալ, որ ռազմական գործողություն սկսի, հիմնավորելով, որ հակահաբեկչական է, ոչ մի պատերազմ չկա, որտեղ դա ահաբեկիչներն իմ երկրի տարածքում, ասենք հայկական կողմը ճանաչել է։ Չէ, արդեն բա իհարկե, ասենք Ռուսաստան նախագահը ասել ինչ է անում, ինքը ասել Չեչնիայում դու հակահաբեկչական արել ես, հիմա Ուկրաինայում անում ես։ Համաձայն եք։ Ահաբեկիչներ են ձեր երկրի Կուրսկում եկել ահաբեկիչներ են մտել, բա հակահաբեկչական է, պատերազմ չի։ Չեչնիայում 97-98 թվին ինչ էր հակահաբեկչական, չէր, եկել են չէ ահաբեկիչներ։ Նույն էստեղ իմ տարածքում, ես իմ տարածքն է, ես էլ Նիկոլի ստորագրությունը, Ղազագիրը, ես էլ տեսախցիկում առաջ կզած խոստովանությունը։ Եվ որի հետևանքով ինչ եղավ, եղավ են ինչ որ եղավ։ Եվ հիմա պատկերացնում եք այս խափեփան ուղիղ եթերով Ռուսաստանի նախագահին ասում է անուղակի դուք եք ինձ ասել ես դրա համար եմ այդպես արել։ Չէ, տղա, կապ չունի քո ստախոսությունը։ Հենց դա եմ ասում, բայ եթե իր տրամաբանությամբ
Ռուսներն էին իրեն ասել, որ չկա այդպիսի բան։ որ Հա, որ տրամաբանությամբ հիմա ռուսները ուրիշ բան։ Ռուսները նա 20 թվի 17-ին հարգելիս դեկտեմբերի 17-ին այս մարդը բան ասում է, սի արա։ Հեսա կարդացի չէ, ընթերցեցի ուղակի խոսքը Ռուսաստան նախագահի էս արախի չես անում։ Ինչ հեքիաթներ ես պատմում։ Այս գնա մանգապարտեզում ես հեքիաթները պատմի, երեխեք ասել են հոպար, այս ստախոս տրան է դուրսը դրից տեմպո փագիր ու փախար ստեղից։ Հիմա ունենք հետևյալ իրավիճակը, Փաշինյանը փորձ արեց, այսպես ասած, Ռուսաստանի նախագահի գրպանը գցել Արցախի հանձնումը, ընդհանրապես այդ հանդիպումից հետո մենք տեսնում ենք, որ Օվերչուկը, նաև Մեդվեդևը բավական կոշտ ռետորաբանություն որդեգրեցին եւ ի հեճուկս Ռուսաստանի նախագահի մեղմ դիվանագիտական ձևակերպումների այլ պաշտոնյաները շատ ավելի կոշտ ռետորաբանություն սկսեցին կիրառել։ Հիմա ռուսական կողմի հավանական գործողությունները ձեզ։ Դե արեց, երեք չարաշնոր այդ հանդիպումներ, երեք Եվրոպայից բերված ծաղիկներ, որպես Հայաստանի ջերմոցներ մաճացած ծաղիկներ մուտքը փակեցին։ Փակելու են ամեն ինչ։ Փակելու են հարգելիս։ Կամ էս խելոքը հետ ողորմե է անելու, բայց այդ ժամանակ էլ Եվրոպան, ինչպես ասում են, գլխին կտա, որտեղ այնտեղ խոստացել է, չէ՞։ Գումար է ստացել, դիտորդներ է բերել, լծակունի չէ Եվրոպան։ Նա նախանձելի վիճակում է իրականում։ Իրա պրոբլեմն է։ Բա ինքը մտածում էր, ով մեջտեղ հետույքը 4-ը տեղ։ Հիմա 4-ը տեղից էլ ասում են մերն է, տու։ Ռուսաստանի նախագահի ձևակերպումը Արցախի խնդրի վերաբերյալ, որտեղ հստակորեն շեշտադրվում էր, որ կա խնդիր։ Այդ խնդիրը առկա է, Արցախյան խնդիրը առկա է։ Ձեզ արդյոք պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնք մասնավորապես կապված են մերձավոր արևելքում տեղնոցող իրադարձությունների հետ, որովհետև մենք տեսնում ենք, որ թրիպ ասվածը ըստ էության արդեն չի լինելու։ Օվերչուկը տրիպի վերաբերյալ երեք կեցված կա, չէ՞ դրսևորել։ Որտեղ բոլորը տեսնում են, որ արդեն այդ պրոյեկտը իդերև եղավ։ Չէ՞, Փաշինյանի շրջապատը օրը 24 ժամ երազախապությամբ են, քաղաքական արգազմ են ստանում, տրիպ ասելու sense բանի մեջ են, գրգիրների մեջ են հայտնվում։ Թեման փակվել է տրիպի թեման։ Ինչ տրիպի թեմա։ Կատարն է երեք ասել ամերիկյան զորքերը տարածքից դուրս գայ, բանն էլ Իրանն էլ բարեկամ երկիր է։ Ու վերջ։ Չէ, սրանք հասկանում են, կապիկություն են անում։ Դա ջան, կապիկություն են անում։ Իրանք հրաշալի էլ հասկանում են։ Իրանք հիմա ամենայն հավանականությամբ ճամփրուկներն են կապում, եղած չեղածն են դասավորում, ընդեղի տներ մարդիկ են ուղարկում, բիզնեսա, բանա, մնումա, ոնց են անում, ինչ են անում, ոնց են թռնում, երեխեքին ոնց են տալիս, ոնց են գրին քարտ ստանում եւ այլն, այդպես։ Ես կարծում եմ սա է, ուրիշ առանձնապես բան չկա, թեման փակված է։ Հիմա բայց Ռուսաստանի նախագահի թեման Հա, Ռուսաստանի նախագահի խոսքը ոչ այդքան նախ իրա ստերը բացահայտեց, այսինքն անուղակի սադրեց, որ սա սուտ խոսա։ Նախ միած զգուշացրեց, ասեց քաղաքական որոշումներով է, որ Հայաստանի տնտեսությունը լավ է, թեև արդեն երկու անգամ կրճատվել էր, չէ՞։ 24-ին մի թիվ էր, 10 միլիարդից ավել, 25-ին մոտ կեսը։ Գումարային առումով, ապրանքաշրջանառությունն առևտուր, այսինքն։ Իսկ ինչ է նշանակում։ Այս նշանակում է, որ զգուշացում եղավ խիստ, որ քայլեր են կանելու։ Բայց նաև իմ կարծիքով Ռուսաստանի նախագահի խոսքը ուղղված էր մեր երկրի քաղաքացիներին, ընտրությունների նախաշեմին։ Ասում էր դուք եք ընտրություն անելու, գնալու եք վերացական Եվրոպա, որտեղ կաշիները քերթում են պետությունների ժողովուրդների, շուկաները փակել են, իրանք են շուկա գրավում։ Ես իմ շուկան, Եվրասիականի շուկան ձեզ համար տված միլիարդ 200 միլիոն բերանով եք ասում, գյուղմթերքի առևտուր են անում։ Առայս որ ինքը այդ շուկաները բացում է, այսպես ասենք, մեր ապրանքին չի էլ հասնում։ Իդեպ Պուտինը նաև նշեց, որ անկախ ընտրությունների արդյունքներից իրենք շարունակելու են դաշնակցային հարաբերությունները։ Որտեղ ժողովուրդն է ընտրել, հա, ինչ անենք։ Եվ
փաստեց, որ նաև անկախ նրանից, որ յուրաքանչյուր երկրում նախընտրական շրջափուլում քաղաքական պայքարը, քաղաքական իրավիճակը սրվում է, սակայն դա չպետք է գլոբալ ազդեցություն ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Այստեղից նաև կարող ենք որոշակի հետևություններ անել, որ ռուսական կողմը այնուամենայնիվ որոշակի իմ դիտարկմամբ որոշակի պլաններ ունի այս իշխանություններին օդանավակայան միգուցե ուղարկելու համար։ Սրանք աներես են, դռնից հանես պատուանից կպնեն, պատուանից հանես ծխնելու զով կմտնեն։ Ես ուրիշ բան ասեմ, նույն Օվերչուկը երեքին չասում։ Ասում է երկաթուղին կոնցեսիոն կառավարում վերցնում եք, սան գնացել են մեկ Էմիրատներ, մեկ Ղազախստան, ասում է մերնա տալիս ենք ձեզ կառավարեք։ Նրանք զանգում են ռուսներին, գիտեն որ Ռուսաստան չէ, յուկաժդեին է, չէ, Հարավ Կովկասյան։ Նրանք ասում են եղբայր մեր հետ Հայաստան դες բանակցություն չի էլ վարել։ Այն որ ասում է հարցի բանով փեսուն լավություն են սրանք ուզում անեն, բայց Օվերչուկին ինչ ասում։ Շատ վտանգավոր բան ասում։ Մեզ գոնե մեր ժողովրդի համար, հա, մեր երկրի քաղաքացիների։ Մոտենում է ժամանակը, ասում է, երբ որ դուք մեր տնտեսվարողին դուրս եք մղում ապօրինի, մենք էլ ձեր տնտեսվարողին դուրս կմղենք մեր շուկայից, մեր երկրից։ Դուք հասկանում եք ինչա կատարել, ինչ։ Բան այլի, արհավիրք է բերում ես։ Դրսում մեր հիմնական շուկան Հայաստանի քաղաքացիները, որոնք աշխատում են, որոնք տրանսֆերներ ա գալիս այնտեղից, ես ամեն ինչ անում եմ, որ լրիվ փակի։ Հետո դատարկի, դրանից հետո մարդկանց մեծ մասը դուրս է գալու, հետո Թուրքիային ասի, էստի համեցեք։ Հետո էլ ասի, տեսեք հայր, դուք գնացիք Թուրքիա ազատել եկան։ Չէ, բանա, ես ուզում ասել շատ ավելի մեծ արհավիրքի իրականում բանա, վիճակ է սա ստեղծում, եւ Ռուսաստանը էլ չէ սեթևետելու։ Ռուսաստան նախագահի խոսքը նայում է ժողովուրդները ուված, վերջին հաշվով ասում է հասկացեք, որը որից հետո է։ Եթե տարական բաները, թվաբանությունը չգիտեք, այն բանի Ստոկհոլմյան սինդրոմ կա, չէ, որ զոհը բռնարանին սկսում է համակրել։ Ոչ միայն համակրել, պաշտպանել, ոստիկանությունը իրական է, չէ, Ստոկհոլմ քաղաքում է, չէ, բանկը գրավելու ժամանակ որ պաշտպանում է բանին, ավազակին, իր դահիճին, զոհը։ Հիմա լավ, մեր ժողովրդի ասենք ինչքան տոկոս կա, որ տանում են իրեն կառապնարան, տանում են զոհաբերության, ինքը այդ դահիճին ասում է դու ինչ լավ ես, ինչ պուպուշ ես, ես սիրում եմ քեզ, մեզնից մեկն ես։ Հա լավ, եթե հավաքական առումով ժողովրդի մեջ ռեալ տոկոս կա, այդ տոկոսը ուրեմն ժողովրդի իրանք չունի ապրելու։ Լուրջ եմ ասում։ Նրանք ովքեր դիմադրող են դուրս կգան, մնացածը ստեղ կոտորվեն, թուրքերը գան ստեղ կապրեն, ոնց որ մեր պատմական հայրենիքի մեծ մասում, հայկական բարձրավանդակում նույն ձևով ա եղել էլի։ Գիտեք ոնց է եղել։ Հիմա մենք ապրում ենք մոտապես նույն վիճակներ, ինչ որ ասենք 100 տարի առաջ, 500 տարի, 1000, 1500 տարի առաջ պետականություն որ կոչենք, նույն վիճակն է։ Սենց մի հարբեցող ծաղրացուել են ժամանակ, բերել են իշխանության, սրա միջոցով էլ երկիրը ավելի վիճակի բերել։ Նույնն է եղել, առանձնապես բան չի փոխվել։ Եկեք նաև քննարկենք տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Ես նշեցի, որ այս շաբաթը անցող շաբաթը հարուստ էր բազմապիսի իրադարձություններով։ Իրանական կողմը տեղեկություն տարածվեց, որ պատերազմի շրջանակներում հարվածել է Բահրայնում գտնվող Amazon կորպորացիայի գրասենյակներին, պատճառելով մոտ $1 միլիարդ ավել վնաս, նաև տեղեկություն տարածվեց, որ հերթական ամերիկյան ռադարն է շարքից դուրս եկել եւ նաև ինտենսիվ կերպով հրթիռակոծվում էր Սաուդյան Արաբիան։ Այդ ամեն զուգահեռ Դոնալդ Թրամփը մեկ ասում է, որ իրենք պատերազմը հաղթել են, 2-3 շաբաթից հետո գործողությունները վերջնականապես կավարտվեն, մեկ խոսում է հերթական սպառնալիքների լեզվով, որ քարեդար ձեզ կուղարկեմ, եթե գործարքի չգնաք։ Եվ մենք նույն իրավիճակն ենք տեսնում, ինչ այս ողջ պատերազմի ընթացքում, այս մեկ ամսից տևող ռազմական գործողությունների շրջանակներում։ Ամերիկյան կողմը չգիտի ինչ անել։ Մեկ ասում են, որ Հորմուզի նեղուցը մեզ պետք չէ, մենք մեր գործերը առանց Հորմուզի Եվրոպային ասում ձեզ պետքա դուք գնացեք բացեք, մենք պետք չէ եկեք իմ նավթ առեք։ Մեկ ասում են մենք կբացենք, մեկ ասում են ցամաքային գործողություն ենք նախապատրաստում, մեկ ասում են, որ մեր ավիակիրները հետ են նահանջում։ Ինչ իրավիճակում ենք։
Ուրեմն ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմաքաղաքական առաջնորդի կարծիքով ռազմական ղեկավարությունը գնահատել էր իրավիճակը այսպես. երևի թե արհեստական բանականությանն են տվել, նա էլ պատասխանել էր։ Մարդու գործոնը հանած էր, Աստծո գործոնը հանած է, էլի։ Այդ արհեստական բանականությունը, որտեղ տվյալների մշակում է, արհեստական բանականությունը տվյալների բազայի մշակում է, բանաձևերը տալիս ես, ասենք 100,000 բանա ինֆորմացիա մի թեմայի վերաբերյալ եւ մի ասենք 100 բանաձևում ելքեր։ Դրանցից լավագույնն է գտնում մշակում։ Մարդու գործոնը, Աստծո գործոնը չկա այդ արհեստական բանականության մեջ։ Դա համար սխալվեցին, որտեղ իրենք գնահատեցին, որ իրենք իրենց արշինով սպանում են, գլխատում ենք, մի երկու լուրջ հարված տալիս ենք, թաթիկները տնկում ենք։ Թաթիկները տնկում ենք։ Վենեսուելայի նման։ Հա։ Շո։ Բայց եղավ Վիետնամի նման։ Եղավ Վիետնամի, շատ ճիշտ է։ Եղավ Վիետնամի նման, մարդիկ կռվում են։ Միջուկային երկու տերության դեմ, բայց ինքը ունի էլի բան, հնարավորություն կռվելու։ Այդ հրթիռները ինքը ունի, շատ ունի, պայստավորած ունի, շատ խորը տեղեր ունի։ Հիմա ղեկավարությունը ԱՄՆ-ի փակուղու առաջ է կանգնել։ Մի օրվա մեջ 3 նայեց հեռուստատեսությամբ, ասում է 3 ժամից կռվը վերջանում է, հետո 3 օրից թե 3 շաբաթից, նույն օրը Տրամպը։ Ոսկրի հիմա ասես, եղբայր դու ես դոզայի տակ։ Կարող է Զելենսկին, որ մոտոտեկել է այն կոկայինից աղագին թողել է, դու ես օգտագործում։ Չէ, սրանք չգիտեն ինչ ասեն։ Հետո մենք ավերում ենք, կամուրջ ենք, ասենք քրիտիկական ենթակառույցներն են ոչնչացնում, կամուրջներ, էլեկտրակայաններ, ասենք լավ։ Ասում է քարե դար գնա։ Իրանի հումորով մասնագետներն ասել են քարե դարում Իրանը հսկայական կայսրություն էր, սա մերը կլինի, եթե քարե դար են կեթում, էլի, հին ժամանակներ։ Ասենք լավ ավերեց։ Ավերվում է ծոցի երկրները, ավերվում է Իսրայելը, ավերվում է իրանց ռազմաբազաները։ Դա Ամերիկայի ղեկավարը մտածում են, ինչ է, իմ երկրի վրա հրթիռ չի ընկնում, ինչ լավ է, էլի, թող սա ավերվի։ Վերջում իմ ապրանքը կծախեմ, նավթը կծախեմ, հեղու գազը կծախեմ, այդպես էլի։ Հետո գնամ ինձ գումար կտան, այնտեղ այդ վերականգնողական աշխատանքներ կանեմ, իմ տնտեսությունը ոտի կանգնացնեմ, Եվրոպան արտադրություններ բերում է իմ երկիր։ Ասում է, չէ, անում է, չէ։ Եթե ստրատեգիական առումով նայես, ինքը ճակատամարտը չի հաղթում, Չինաստանին ծնկի չի բերում, բազմաբևեռ աշխարհը կայանում է, այսինքն ես ասում եմ 3 հիմնական թիրախներ, որտեղ այս պատերազմով իրենք լուծեին։ Հիմա չի լինում, ասում եմ գոնե ավերել եմ շատ երկրների տնտեսություններ։ Պետք է հետո վերականգնի, ես կմասնակցեմ։ Հետո Եվրոպայից արտադրություններ բերել են իմ մոտ։ Այսինքն իմ երկիրը դարձել էր բանկային համակարգի, աշխարհական կապիտալով հարստություն դիզող երկիր, արտադրություն չկար։ Հիմա ես կդառնամ նաև արտադրություն ունեցող իրական տնտեսությունը արտադրությունն է, էլի ոչ թե գումար ունենալը դոլար, որը որ բան է, էլի օթա, ֆանտիկներ են։ Հիմա ինքը այդ խնդիրն է, գոնե նվազագույն այդ խնդիրը լուծում է, եւ թքածումի այնտեղ որտեղ իշքան կզովի, որ երկիրը կավերվի, ինչ ցավ, ողջ, վիշտ։ Այդ երկիրը կառուցվել է ինչի վրա։ Նվաճման, ոչնչացման եւ հետո աշխատանքի։ Այդ աշխատանքը քիչ էր եղել էր աշխատանքի շահագործում։ Իշեք Ամերիկա մարտցամաք Աֆրիկայից միլիոնավոր ստրուկներ են, չէ՞ տանում աշխատասեր։ Սևամռ ստրուկներ։ Հա, դե դա Ամերիկան հիմա շահագործման ձևերը փոխվել է, բայց եկեք այսպես, հա, աշխարհի երկու ապագայի հետ կապված երկու մոտեցում կա։ Հիմա այս մի մոտեցումը միաբևեռ աշխարհը, սա պարտվել է, հա, փաստացի բազմաբևեռ աշխարհ է եւ հիմա այդ բազմաբևեռ աշխարհի ստատուս քվոն, իրավական եւ փաստական առումով կայանալը ցավով է, որտեղ նոր բանը երկունքը միշտ ցավով է։ Կորուստներ, պատերազմներ եւ այլն սա տեղի ունենալ, բայց բազմաբևեռ աշխարհը դե ֆակտո հաշվի կայացած է։ Ընդ որում այդ բազմաբևեռ աշխարհում Ամերիկան բևեռներից մեկն է, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ ինքը հավակնում էր համաշխարհային տիրապետություն 1 միլիարդ մարդ կամ 100 միլիոն մարդ ոչինչ չանեն, կառավարեին, մյուսներին իշխեին, ոչնչացնեին եւ այլն եւ այլն։ Այսինքն Աստծո դեմ գնացող գործողությունները իրանք էին որոշելու մարդը ապրի, չապրի եւ այլն եւ այլն։ Եկեք փորձենք հասկանալ, թե իրադարձությունները ինչպես կզարգանան, որովհետեւ մենք տեսնում ենք պատերազմի մաշեցնող փուլը, հա,
ռազմական գործողությունները Ռեսուրսային պատերազմ ռեսուրսային պատերազմ է սա այլևս, բայց այդ ռեսուրսները անսպառ չեն։ Եվ հարց է առաջանում այստեղ, որ կողմը ավելի շուտ կնահանջի։ Մենք գիտենք, որ տեխնոլոգիական առումով այնուամենայնիվ Միացյալ Նահանգները ունի առավելություն, բայց Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողանում է ասիմետրիկ հարվածներ իրականացնելով քաղաքական ճգնաժամ հարուցել ոչ միայն ողջ տարածաշրջանում, այլև Միացյալ Նահանգների ներսում։ Անցնող շաբաթվա կտրվածքով մենք տեսնում ենք բազմամիլիոնանոց ցույցեր Միացյալ Նահանգներում 8 միլիոնից ավել մարդ դուրս էր եկել հակապատերազմական բողոքի ակցիաների, No Kings կամ ոչ թագավորներին կարգախոսով, որտեղ Միացյալ Նահանգներում մենք գիտենք, որ Դոնալդ Թրամփը իշխանություն կարողացավ վերցնել այն բանի համար, որ ինքը իր քաղաքական գործունեության եւ մասնավորապես նախընտրական շրջափուլում հայտարարում էր, որ վերջ է դնելու պատերազմներին։ Այսինքն Ամերիկան որպես պետություն այլևս չի ներքաշվելու այնպիսի հարցերի մեջ, ինչպես Իրաքներ, Աֆղանստաններ կամ Սիրիան, Լիբիան եւ այլն։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ հակառակը տեղի ունեցավ ըստ էության եւ հետեւաբար անկախ նրանից, որ Միացյալ Նահանգները պատերազմում ունի տեխնոլոգիական առավելություն, իրադրությունը ինձ թույլ է տալիս ենթադրել, որ որքան Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակի դիմադրել, իսկ դիմադրելու ռեսուրս մենք տեսնում ենք, որ ունի, այնքան Միացյալ Նահանգների ադմինիստրացիան իր երկրի ներսում լուրջ խնդիրներ է ունենալու։ Ես չեմ բացառում, որ եթե այս պատերազմը այնուամենայնիվ Տրամպի եւ որոշ իր համախոհ շրջանակների կամակորությամբ շարունակվի, ես չեմ բացառում, որ ԱՄՆ-ում լինի շատ արագ իշխանափոխություն, իսկ եթե այդ իշխանափոխության գործընթացի Ինչպես ընտրությունները նոյեմբերին են։ Փողոցային պայքարով հրաժարական։ Չենք ուզում եղբայր։ Հիմա պատկերացրու բնակչության 60%-ը իշխում է փողոց, ասում են չենք ուզում։ Վիետնամի պատերազմում ոնց Միացյալ Նահանգները մարտի դաշտում չպարտվեցին, բայց զորքեր անեցին, ստիպված անեցին, չէ՞։ Որ ներսում խնդրեմ կար, որտեղ իշխանափոխության ռեալ վտանգ կար։ Հիմա եթե այդ իշխանափոխության այսինքն կամակորությունը հանդես բերի պատերազմը չկանգնեցնի եւ ԱՄՆ-ում սկսի այդ փողոցային պայքարը եւ այլն, հա, մինչեւ նոյեմբեր։ Եթե փողոցն էլ փորձի ճնշել ուժով, ես չեմ բացառում, որ Ամերիկայում հիշեն իրենց նախնիկին 200-250 տարի առաջ, անցնեն զենք, քաղաքացիական պատերազմ։ Դե Տեխասում օրինակ լիքը զենք կա։ Ընդհանրապես Ամերիկան զինված է, դա խնդիր չի։ Այսինքն ես ուզում եմ ասել, որ պատերազմը չկանգնեցնելու եւ ժողովրդի կամքը կյանքի չկոչելու այն է հրաժարական տալու։ Եթե այդտեղ էլ կամակորություն լինի, ես չեմ բացառում, որ Ամերիկան կարող է թաղվի իսկապես քաղաքացիական պատերազմի մեջ եւ այդ պետությունը մասնատվի, ինչպես ասում են։ Դա էլ Ամերիկայի վերջաբանը։ Երեք այսպիսի մի տեղեկության էի հանդիպել, որ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն նախագահը կարող է կոնգրեսի թույլտվությունը չստանալ ռազմական գործողության անցնելու համար 2 ամսվա կտրվածքով։ Հիմա, եթե մենք դիտարկում ենք այս ընթացքը եւ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը, որ եւս 2-3 շաբաթ ու հարց փակվում է, արդյոք մենք չենք կարող դիտարկել, որ այնուամենայնիվ վերջնաժամկետը կարող է լինել հենց 2 ամիսը, որտեղ հետո ինքը պետք է արդեն պաշտոնապես կոնգրեսից ստանա այդ թույլտվությունը։ Ուրեմն գիտեք, որ մարդիկ են հաշվարկելի քայլերը, որոնք գործում են որոշակի օրենքներով, ունեն որոշակի սկզբունքներ, եւ ինչ որ process-ի մեջ եթե մարդը կա, այդ մարդու քայլերը տեսականորեն հնարավոր է հաշվարկել, բայց շատ դժվար է հաշվարկել մի մարդու, որը ամբողջովին գնահատում է եւ որոշում է կայացնում սուբյեկտիվ ընկալումներով։ Հավասիկ Փաշինյանը ձեզ օրինակ, Զելենսկին վրադիր, 2 Տրամպիկը,
եւ գլխավոր Տրամպը։ Հիմա մարդը լրիվ ուրիշ չափորոշիչներով է որոշում կայացնում։ Այն օրը լսում եմ մի նախկին դեմոկրատ կար արյունակից է Քենեդուն, որը հիմա նախարար է։ Եղբայր բաներ ասում։ Մեկ ուզում է մտածում ես, ասում ես արդեն 70 անց 80-ի մոտ մարդ ես, բայց չես համաչում լավ։ Այն որ ասում է ոչ Աստծուց վախենեմ, ոչ մարդուց ամոթ։ Գովում է Տրամպի ռազմական գիտելիքների մասին է խոսում։ Տրամպը երբ որ խոսում է, գիտի որ երկրում ինչքան բազա, ինչքան զորք, ինչքան տեխնիկա։ Դու պատկերացնում ես Տրամպի մասն է խոսում մարդ, որը կյանքում գիրք չի կարդացել։ Գիրք չի կարդացել, հարգելիս։ Բացի թերթի են վերջին էջերում հայտարարությունները սնանկացության, տարածքի վաճառքի եւ այլն, որ կայսրությունը կայացնի, հա, ասենք, էժանը վառնի, ինչ որ բան սարքի, հետո թանկով վաճառի կամ վարձակալությամբ տա։ Հիմա այդ մարդը անունը Իսպան չեմ հիշում, ազգանունը Քենեդի էր։ Նախարար է։ Ասենք մի գովալա գովում։ Բա պետությունները տենց են կործանվում։ Ես հասկացա ում եք։ Հա, պետությունները Նախագահի տեխնացու էր։ Այո, շատ ճիշտ եք։ Դեմոկրատները անցավ հանրապետականների կողմը։ Այսինքն այդքան սուտ, որ ստի վրա պետություն չի կայանում, հարգելիս։ Կեղծիքի, ասենք, իրականությունից հեռու փախչելու, մարդկանց խաբելու, վաղ թե ուշ այդ տունը քանդվելու է։ Մեծ հաշվով պետությունը տուն է, չէ՞։ Այդ տան անդամների միջև հարաբերությունների, կանոնակարգված հարաբերությունների, իրավունքների պարտականությունների, անվտանգության ապահովման, չէ՞, այսինքն համակարգ աշխատում։ Այս սուտը կեղծիքը ցանկացած համակարգը քանդում են։ Եվ վաղ թե ուշ այդ տունը փլուզվելու է, վստահաբար եմ ասում։ Հիմա այս Ամերիկայում ինչ որ կատարվում է, չեք զգում խորհրդային միության վերջին շրջանի իրավիճակն է, վերջին տարիների։ Կեղծիք, սուտ, պոպուլիզմ, ձևականություն, Գորբաչովի տարիները։ Հետո երկիրը մեկից պարտվեց։ Հիմա նույնը Ամերիկան է մտել այդ ընթացքի մեջ է Ամերիկան։ Բայց մարդը ոնց կարող է, ասենք երկրի ղեկավարը արդեն մի ամսից ավել է, չէ, որ ռազմական գործողությունները տեղի ունենում, չէ։ Մարդը այդ պատերազմը ամեն աստծոր հաղթում է, ամեն աստծոր պատերազմը կանգնեցնում է, ամեն աստծոր նշանակում է գնահատում է, որ Իրանի զինուժ այլևս գոյություն չունի, ամեն աստծոր Հորմուզի նեղուցը բացում է, հետո վերջում ասում է սպա, հետո կապիտուլացվում է, հետո նորից է հաղթում, հետո կապիտուլացվում է, հետո նորից է հաղթում։ Բայց չկարծում այդ պետությունը, եթե այս վիճակի ռազմաքաղաքական ղեկավարությունի չկարծում, որ կորստի ընթացքի մեջ է։ Սուտը կեղծիքը սովորաբար քանդող հատկանիշներ ունեն, էլի միավորող կառուցող չեն, ոնց որ ճշմարտություն համաձայն եք։ Դե հիմա այս մարդը ստի վրա նստած մի օր քանդվելու էլի։ Իր համառությունը կբերի այդ քան։ Նույնը իդեպ Իսրայելում է։ Նույնը Իսրայելում է։ Երեք Իսրայելի պաշտպանության նախարարը բողոքում է, գիտեք ինչից։ Լիբանանի Հեզբոլլահից եւ Իրանից։ Ասում է մենք տոն ենք նշում։ Տոն, Պեսախն է։ Բայց նրանք խփում են մեզ, քրիստոնեաց բան կլինի։ Մարդիկ նորմալ տոն չեն նշում։ Գժանոց։ Իրենք էլ դպրոցականների են սպանում։ Իդեպ ասեմ մեր երկիրն էլ է այդ ընթացքի մեջ, ցավոք սրտի։ Մեզ մոտ թևածում է կեղծիքը Դավիթ։ Սուտը, անբարոյականությունը, փառասիրությունը, արծաթասիրությունը։ Այդտենց երկրները չեն կարող գոյություն ունենալ, որտեվ այն երկրները, որոնք որոշակի համակարգ են ստեղծել, այդ թվում նաև ռազմական, գալու են նվաճեն, դու էլ չդիմադրես ու փախտնես, այսպես է լինում։ Եվ քանի որ արդեն խոսում ենք մեր երկրի մասին, դուք բավական հետաքրքիր մի միտք նշեցիք, որ նույն ընթացքի մեջ նաև Հայաստանի Հանրապետությունը ստախոսության, բարոյական արժեքների անկման օրեր առաջ տեղ ունեցավ մի այլանդակություն ըստ էության, որը ցնցեց հանրությանը, համենայն դեպս հանրության հասարակական, քաղաքական ակտիվ ընդդիմադիր շերտին, Սուրբ Աննա եկեղեցում փաշինյանական սադրանքի, որտեղ դա ոչ այլ ինչ էր քան սադրանք,
Սա դրանքի արդյունքում ձերբակալվեցին մարդիկ, դպրոցականներ եւ նրանցից մեկը Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով։ Ունենք արդեն դպրոցական քաղաքական բանտարկյալ, այսինքն այս ռեժիմը հատակներա, որ ծագում է բարոյականության անկման ասպեկտում։ Ճիշտ է, ես համակարծիք եմ այդ գնահատականին։ Ես նոր իրանց համար կարմիր գծեր, որը չի կարելի անցնել, գոյություն չկան։ Դե հիմա մեր ժողովուրդն էլ պիտի իմանա, ով այսօր երկրի կառավարիչ կոչեցել է։ Կարմիր գծեր գոյություն չունեցող, ես մեկ-մեկ չեմ մեր քաղաքացիներին բան անում, այդպես վախեցնում կամ խոճապի մեջ դնում, բայց անձ, որը կարմիր գծեր չունի, ընդհանրապես ամենավտանգավոր անձն է։ Այո, շատ ճիշտ եք։ Ամենավտանգավոր։ Առավել վտանգավոր, քան հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձը, որը ասենք բուժման կարիք ունի։ Իսկ եթե դա հանկարծ համատեղվում է, դա բավական ծանր վիճակ է։ Ես ասում եմ, մեր ժողովուրդը լուրջ փորձությունների առաջ է։ Որ ասում են մեկ-մեկ ինչ մեղք եմ գործել, որ ասած փորձությունների առաջ գործել ենք ուրեմն։ Վստահաբար գործել ենք այդ մեղքը, որ այս փորձությունների առաջ են կանգնած։ Ինչու Փաշինյանը ձեզ որոշեց կալանավորել այդ դպրոցական տղային։ Վախ։ 18 տարեկաններից։ Այո, ինքը վախում է ամեն ինչից եւ գտնում է, որ վախով կարելի է կառավարել։ Իդեպ դա բավականին հատուկ է, գիտեք, որ էթնիկ խմբին, թուրքին։ Թուրքը ոչ միայն վախկոտ, այլև դաժան։ Այսինքն վախկոտությունը, դաժանությունը գալիս է շատ վախկոտ լինելուց, որ նախ դաժանություն կիրառելով իր մեջի վախերն է սպանում։ Դաժան մարդու իմաստը այն չի, որ դիմացինին շատ ցավ պատճառի, դաժան արարքներ անենք հաճույք ստանա։ Իր մեջի վախերն է սպանում դաժանությամբ դիմացինի նկատմամբ։ Նույնը Փաշինյանն է։ Էսի մեծ հաշվով դաժանության նման բան է։ Եվ դա իր մեջի վախերն է սպանում, իսկ իրեն կառավարում են դրսից եւ իր ներքին վախերը, ուրիշ կառավարիչ չունի ինքը։ Իր բոլոր որոշումները հիմնվում է այդ երկուսյան վրա։ Արտաքին կառավարում եւ ներքին վախեր։ Ինչ պետք է անի հանրությունը ձեզ։ Ապաշխարի։ Հասկանա, որ այս կորուստի մեջ ինքը ունի իր նվազագույն չափը։ Մեկը սխալվել է, ճիշտ ընթացքի մեջ մտնի, սխալ ընտրություն է կատարել, ասենք։ Հիմա ճիշտ ընտրություն կատարել։ Մեկ ուրիշը ժամանակին չի սխալվել, բայց չի արել առավելագույնը, որ այս ընթացքը կասեցվի։ Հիմա պետք է անի առավելագույնը։ Տպավորությունը, որ մենք նաև ոչ միայն քաղաքական ճգնաժամի մեջ ենք, այլև առաջին հերթին արժեհամակարգային եւ առաջին հերթին բոլորը հետևանք են, Դավիթ։ Այն կորուստները, անգամ Արցախի կորուստն է հետևանք։ Դա հետևանք է։ Դե հիմա ես էլ ասում եմ, բժիշկը որ գնում է հիվանդին բուժելու հո լավ բժիշկը հո հետևանքը չի։ Ինքը գնահատում է պատճառը հիվանդության, որ պատճառը վերացնի, ոչ թե հետևանքը։ Ես կարծում եմ ընդդիմության առաջին գործը պատճառի բացահայտումն է, հետո որ պատճառները վերացնեն, հետևանքները ինքնին կվերանան, բայց պատճառը պետք է գտնել, էլի։ Պատճառը մեր մեջ է, դե Փաշինյանի մեջ չի, Փաշինյանի տերերի մեջ չի, վստահեցնում եմ։ Հաստատ է։ Արդյոք ձեզ Փաշինյանը այս հասարակության որոշակի հատվածի հայելային արտացոլումն է։ Իհարկե, ինչու որոշակի 18 թվին այդ որոշակին բավականին կլորիկ մի թիվ էր փողոցներում, եւ ոչ միայն փողոցներում, Սփյուռքի մեջ։ Ես տրվյալ բան ասեմ, ասենք, մեր ժողովուրդը ասում է մեզ քրիստոնյայում, չէ՞։ Ու ասում է, հիմա ասելով չէ՞ ինքը բանաձևում ունի, ով է քրիստոնյան, որը ինքնագնահատումով չի։ Քրիստոնյան նա է, ով գիտի Աստծո խոսքը եւ կատարում է այն։ Աստծո խոսքը իմանալով սերտողություն տի։ Աստվածաշունչ եւ մեր հոգեվոր հայրերի թողած ժառանգություն, չէ՞, գոնե նվազագույնը պետք է իմանաս, այսինքն Աստվածաշունչը ինքը օրենքների գիրք է։ Ինքը պայմանագիր է մարդու ու Աստծո միջև։ Եթե դու այդ ամեն ինչը չգիտես, ո՞նց կարաս կատարես, չէ՞։ Հիմա այստեղից հետևություն։ Աստծո համար զզվելի են գրված է մարդահաճո խոսք ասողը եւ այն լսողը։
18 թվին Փաշինյանի ամբողջ խոսույթը մարդը հաճոխոսն էր կամ ժամանակակից քաղաքագիտական տերմինով ասած պոպուլիզմը։ Հիմա Աստված ասում է պոպուլիստին ոչ լսում ես, որտեղ մեղք կա, եւ նույնիսկ որ լսես, որտեղ ասողն է մեղավոր եւ լսողն է մեղավոր, պոպուլիստին։ Մեր ժողովուրդը լսում էր 18 թվին։ Ծափարում էր, բա հետևանք է սա։ Այսինքն դու Աստծո խոսք ես բան արել, չես կատարել։ Իսկ այնտեղ լրիվ բանաձևումներ է։ 18 թիվը հիշեցրեցիք, 18 թվին ուսանողներ, դպրոցականներ նույնիսկ զանգված էին դասադուլներ էին անում։ Հիմա դպրոցական քաղաքական բանտարկյալ կա, ուր են դպրոցականներն ու ուսանողները։ Ես չգիտեմ, ես կարծում եմ որ կեցված դրսևոր են մեծ հաշվով։ Վաղը իրենց կարող են ձերբակալել։ Վստահաբար այո։ Դե ունենք այն ինչ ունենք, ես նույնիսկ եմ ասում, արմատական առումով, եթե խորքերն են գնում հիվանդության ախտորոշման եւ այն բուժման, ես ասում, դա մեզանից յուրաքանչյուրի մեջ է, յուրաքանչյուրի։ Այստեղ բացառություն հասկացություն չկա։ Եվ մեզանից յուրաքանչյուրը պետք է վերարժևորի ընդհանրապես իր կյանքի իմաստը, վերարժևորի այն վիճակը, որի մեջ ինքը հայտնվել է, գնահատի ինչու է հայտնվել։ Երբ որ այդ գնահատման, այդ ցավոտ process-ը որոշակի եզրահանգման բերի մարդուն, մարդը կհասկանա, որ ինքը պետք է փոխվի։ Եթե ինքը փոխվեց, իրավիճակը փոխվելու։ Հիմա ասենք այդ լրատվամիջոցները իրականում այդ մարդու վերարժևորման օժանդակող օգնող գործիքներ են, բայց ոչ ավել։ Հիմա մենք խոսում ենք, բացատրում ենք, մենք օժանդակում ենք, հա, մարդը լսում է, հետո ինքն է գնում, չէ, որոշում կայացնում, ես մարդու տեղ ես չեմ կայացնում։ Եվ ըստ այդմ այստեղից պարզ հետևություն, մենք դի փոխվենք։ Փոխվեցինք, վստահաբար իրավիճակը փոխվելու։ Եվ մեր փոփոխությունը իդեպ հունիսի 7-ին կերևա, ինչքանով ենք փոխվել։ Եվ այդտեղից պարզ կլինի։ Այո, եւ դրանից պարզ կլինի։ Եթե ոչ, ապա գնանք ասորիների կողքը, առանց հայրենիք, առանց պետության։ Չէ, հայրենիքը կա սկզբունքորեն, օտարը նվաճել է, բայց առանց պետության եւ առանց սուբյեկտի կարգավիճակի։ Գաղթականի կարգավիճակով։ Հիմա այդ ենք դառնալու, եթե վերարժևորում չեղավ մինչև հունիսի 7։ Եվ թերևս այսքանով ամփոփենք, սիրելի ընկերներ, Anti-Fake եթերում Խաշմերուկ podcast-ի հերթական թողարկումներ։